այս երկում պիտի սկսի մեկ նախատասությամբ, որ 5 դարանեն է եւ 5 դարանի քրեթե ամբողջ ուսուցումը գահիտնի Սուրբ Հոգիի մասին։ Եվ ադիգա այդ տակավորած 16-ն է, երբ Սամուել Սավոին գանտիբի եւ 5 տակավոր գոց է։ Իրեն գսե քուվրատ դիրոջ հոգին զորությամբ պիտի կագսե, թուն պիտի փոխվիս եւ ամբողջությամբ ուրիշ մարդ պիտի լաս։ Իրականության մեջ ասիգա ուրիշ մարդ պիտի լաս, ասիգա Սուրբ Հոգին գործն է։ Սուրբ Հոգին գուկա ոչ միայն մեզ փոխելու համար արդակնաբես, ոչ միայն մեզ գուկա փոխելու ժամանակավոր բիկերբով, այլ Սուրբ Հոգին գուկա մնայուն գերբով եւ գարյալ ցևով արմատաբես փոխելու մեզ։ Ասիգա շատ կարեւոր է որ գիտնանք, որովհետեւ Սատանայի սուդերեն մեկ այդ է որ գսե մարդը չի գնալ փոխվիր, մարդկային բնությունը այսպես է։ Եվ մարդիկ այսքավես գավատան եւ մենք մարդկային տիրանգունեն եթե նայենք կտեսնենք որ ասիգա ճիշտ է։ Մենք կտեսնենք որ քո ավելի քո գլա, սդախոս ավելի սդախոս գլա, հբարդ ավելի հբարդ գլա, մեղքի մեջ ինգողը ավելի գխորանա մեղքի մեջ, բայց ասոր լուծում կփնտրե մարդը, ամեն ցևով հիվանդ ավելի հիվանդ գլա եւ Երեմիա մարգարեն գսե Աստվածաշունչը ասոր մասին մարդկային բնության մասին բան է, այսինքն շատ հստակ է, չի ծածկեր, ով մեկ բան չի ծածկեր։ Երեմիա մարգարեության մեջ Երեմիա 17:9-ի մեջ Աստվածաշունչը գսե սիրտ ամեն բանի ավելի խապիպա ու խիստ չար է։ Զանիգա ով գրնա գիտնալ։ Այսինքն շարանկամ աշխարհը գսե որ մարդը ինքը լավ է, բայց պայմանները իրեն քեշ կնեն։ Բայց Աստվածաշունչը այդպես չսեր։ Աստվածաշունչը գսե մարդուն սիրտը չար է։ Այո, մարդ Աստծո պատկերի նմանությամբ ստեղծված է, մարդու մեջ փառության հետքեր կան, բայց մարդը որովհետև ինգավ իր սիրտը խանգարվեցավ, իր սիրտը բաժնվեցավ եւ իր սիրտը գսե ինքն իր մեջ բաժնվեցավ։ Աստվածաշունչն այդպես գսե։ Այսինքն այդքան բաժնվեցավ, այդքան խորտակվեցավ եւ վիրավորվեցավ, որ մարդը ինքին չի գնար օգնել այլևս։ Մենք ասիկա փորձառությամբ մեր փորձառությունն գիտենք։ Մենք գիտենք, որ մենք շատ անգամ գվիրավորենք այդ մարդիկը, որ շատ կսիրենք։ Իսկապես կսիրենք։ Մենք վերադառնանք այդ մեղքերուն, որ խոստացած ենք, որ այլևս պիտի չի գործենք։ Ոչ թե որովհետև գուզենք վերադառնալ, բայց որովհետև այդ կարողությունը չունենք անոնցից սերպասատվելու։ Շատ անգամ նախանցը, բարգությունը, հբարդությունը մենք կտեսնենք նույնիսկ փոքրերու մեջ, բզիկներու մեջ ինչպես բնականաբար գուքան ասպաները։ Ասիգա մարդուն անգումին պատճառն է։ Որովհետև մարդուն միակ հարցը արդակինը չէ, մարդուն միակ հարցը իր գործերը չեն, մարդուն հարցը իր սիրտն է։ Աշխարհը շատ անգամ փոփոխություններ մարդուն համար միշտ փոփոխություններ կառաջարկե։ Աշխարհը գավաթա որ քաղաքապարախոսություններով, հոգեբանությամբ, տեղերով եւ շատ տարբեր միջոցներով մարդը կգնա փոխվել եւ մարդ ավելի լավ լալ։ Այո, արդակին ուժերը կգնան մարդուն վարքը փոխել, այսինքն տեղերը կգնան մարդուն անհնարինությունը փոխել, իսկ վախը կգնա մարդուն վարմունքը կաշխանտել կամ սահմանափակել զինք, քարոզչությունը կգնա մարդուն միտքը ցեվագերբել, բայց եզերքի մեջ միայն մեկ անց կա, որ կգնա մարդը իսկապես, բայց աս ամենը մարդը ավելի բարձր մարդու չեն վերածեր, մարդը չեն բարձրացներ։ Աս բաները շատ անգամ մարդ ավելի մեքենայական կդարձնեն։ Օրինակ համար տեղերը երբ որ մարդուն անհնարինությունը կփոխեն, մարդ ավելի քիչ մարդ կլա։ Համաշխարհային պատերազմի մեջ մենք կտեսնենք շատ անգամ, եթե դիտել եք ֆիլմեր կամ գարտացած եք, հոգեբանություն կգործածեին մարդուն վրա, որովհետեւ մարդուն վարմունքը փոխեն եւ մարդը ռոբոտի կվերածվեր։ Մարդը ավելի բզիկ մարդու կվերածվեր, իր ամբողջ ուժը կգաշկանտվեր։ Սուրբ Հոգին այսպես չներ։ Մարդուն միջոցներով չի գործեր։ Ասպաները մարդը կբզիկցնեն, բայց Սուրբ Հոգին երբ որ գուքա, մարդը կբարձրացնե, մարդը կվերադարձնե իր ճշմարիտ ինքնության։ Մարդը իրական Աստծո պատկերին կվերադարձնե։ Ասը Սուրբ Հոգին բուն գործը։ Մենք կտեսնենք, որ Սուրբ Հոգին մարդուն անհնարինություն չի փոխեր։ Բենտեկոստեան երբ մենք կտեսնենք, որ աշակերտները, օրինակ Հովհաննեսը Պետրոս չեղավ, կամ Պետրոսը Պողոս չեղավ,
Մենք կտեսնենք, որ Հովհաննես Դագավին փափուկ եւ քնքուշ էր, Պետրոս Դագավին համարձակ էր, Բոոս Դագավին խոր մտածող էր։ Իրենց անհատականությունը իրենց անհատականությունը չչնչվեցավ, բայց իրենց անհատականությունը սրբվեցավ, մաքրվեցավ եւ ավելի զորացավ իրենց անհատականությունը, ավելի սուրբ դարձան, ավելի խոր դարձան, ավելի զորավոր դարձան, իրենց դգարություններն ազդակրվեցան ասմարտիկը։ Մենք կտեսնենք Սուրբ Հոգին Աստվածաշնչին առաջին էջերեն։ Առաջին էջենի Սուրբ Հոգին ներկա էր, գսե Աստծո Հոգին ճուրերուն վրային, գսե աշխարհը անցև էր եւ բարապ էր գսե եւ խավար գար գսե եւ Սուրբ Հոգին ճուրերուն վրա գշարժեր գսե։ Մենք այդ նույն Սուրբ Հոգին կտեսնենք երկրորդ անգամ Հիսուսի մգրտության ատեն եւ երբ Հիսուս հորտանի ճուրերեն ելավ, Սուրբ Հոգին աղավնի նման Հիսուսի վրա իջավ։ Այսինքն ինչպես ստեղծագործության վրա սկիզբը իջավ Սուրբ Հոգին, այդպես Սուրբ Հոգին վրա Տեր Հիսուսի վրա իջավ իբրև նոր ստեղծագործությունը, իբրև օրինակ, որ ինչ կրնա անել Սուրբ Հոգին եւ ատկևեջ մենք կտեսնենք Հիսուս ինչպես կալեց, ինչպես ամեությամբ կալեց, ինչպես սառնային ոչ մեկ փորձության Երբ որ հանդիպեցավ հաղթեց բոլոր փորձություններուն, ինչպես գույրերուն աչքերը կփանար, քուլերուն ականջները կփանար, չէ՞, այսինքն Սուրբ Հոգին ցցուց իր կորձը Հիսուսի վրա եւ իբրև օրինակ մեզի որ նույնը մեզի հետ կրնանել Սուրբ Հոգին, եթե մենք իրեն արիթ տանք։ Աշխարհը ընդհանրապես սխալ պատասխաններ ունի մարդուն փոփոխության համար։ Ոմանք կհավատան, որ մարդը արդեն ինքը կատարյալ է, ինչպես Սուպերմենը կատարյալ է։ Ինչպես գսեմ որ եթե քիչ մը քաղաքականությունը փոխվի, եթե տնտեսական պայմանները փոխվի, եթե մարդուն պայմանները փոխվին, եթե մարդուն ավելի լավ գրթություն տանք, եթե գիտություն ավելի հարաճանա, մարդը ինքը կատարյալ գլա, բայց այդպես չէ իրականության մեջ։ Իսկ ուրիշ քաղաքապար մգա, որ գսե որ Բարթը այո ինգած է, բայց իր ջիքերովը եւ մարդկային ջիքերով եւ մարզումներով մարդը կգնա այդ կատարելության ետ հասնել։ Ասիկա Բեթմենին օրինակն է, որ իր ուժերով եւ ջիքերով ինքը կգնա անել բոլորը։ Իսկ երրորդ օրինակը գսե որ մարդը արտաքին միջոցներով, այսինքն իր հարստությամբ, իր գրթությամբ, իր ուժերով, իր կոնեկշններով կգնա կատարյալը լավ եւ գրնա շատ գործերն էլ եւ ասիկա Iron Man-ին օրինակն է որ արտաքին զրահն է որ գահակվի մարդը Iron Man-ը իրականության մեջ նույնն էր ներսը Սուրբ Հոգին այդպես չներ Սուրբ Հոգին մեզի համար զրահը չէ արտաքին թիմակը չէ արտաքին զրահը չէ Սուրբ Հոգին գուքա Աստվածաշունչը գսե մեզի ուրիշ մարդ կդարձնի այսինքն նոր ստեղծագործության մարդ կդարձնի իսկ երրորդ օրինակը եւ շատ մահարանվանություններ գավատան ասոր գսե որ մարդը ինքնին արդեն լավ է Այսինքն բարձրապես դգար է եւ ինգած բնության պատճառով այդ Սուրբ Հոգին բիդիկա եւ իրեն ավելորդ բաներ բիդա որ ինքը այդ կատարելության հասնի ասիկա Captain America-ին բանն է օրինակն է որ Captain America-ն ինքը ֆիզիկապես դգար էր բայց իր սրտի մեջ փառություն կար, քաջություն կար, ազնվություն կար շատ ավոր բաներ կային բայց ինքը կարող չէր so գսե ասեղ մարավ եւ ինքը այդ կերպնական բանին հասավ եւ գրծավ այդ բոլոր բարի գործերն էր որ գնեն շատեր քրիստոնյաներ գավատան որ at քրիստոնեական հագուստի երբ որ հակվին ինքը ամեն ինչ է եւ ներսեն փոխվելու պետք չունի ինքը եկեղեցվո մեջ կրնալալ անցմը եւ աշխարհի մեջ կրնալալ ինքը ուրիշ անց բայց իրականության մեջ Սուրբ Հոգին ուզած ադիգա չէ Սուրբ Հոգին գուքա արմատապես փոխելու մեզ 5 դարանի մեջ մենք կտեսնենք որ Սուրբ Հոգին ինչ բոլոր մեծ մարդիկ որ կային 5 դարանի մեջ ընդհանրապես իրենք մեծ մարդիկ եղան Սուրբ Հոգիի միջոցով Գարկ մարդիկ մեծ էին իրենց գործերով, գարկ մարդիկ մեծ էին իրենց խոսքերով, իսկ ուրիշ մարդիկ մեծ էին իրենց ինքնությամբ Այդ մարդիկ որոնք մեծ էին իրենց գործերով Սուրբ Հոգին զորացուց օրինակ Սամսոնը որովհետեւ մեծ գործերն է մեծ հաղթանակներ տանի դաշնամիին վրա Սուրբ Հոգին զորացուց իմաստությամբ եւ գսե հանճարով լեցուց պես էլ ելը որովհետեւ դիրոջ ճաճառը շինե ասոնք գործերով Սուրբ Հոգին գնա աս մեծ գործերն են տալ այսինքն մարդը կսկսի ինել գործեր որ նախապես ինքը չէր գնարնել մարդը կսկսի խոսիլ իմաստությամբ որ նախապես չուներ ինքը օրինակ երբ որ մակարներուն վրա ուկար մարդիկ Մարգարեները մեծ էին իրենց խոսքերով, որովհետև խոսեին ճշմարտություններ, որոնք իրենց մի անտին էին, մարդկային գիտակցություններին անտին էին, շատ մեծ ճշմարտություն էին, անցյալի մասին, ներկայի մասին եւ ապագայի մասին ճշմարտություններ կխոսեին։ Իսկ երրորդ գրուպը
Այդ մարդիկն էին, որ իրենց անձը փոխակերպված էր։ Անշուշտ Քրիստոսին առաջ ամբողջությամբ չէր գնալ փոխակերպվել, այդ օրինակներն մեկը Դավիթն էր օրինակի համար։ Թեև Դավիթ մեծ մեղքեր գործեց, բայց Դավիթ միշտ Աստծո կվերադառնար, միշտ Տիրոջ կվերադառնար։ Եվ Դավիթ ջանցած էր, որ իր կյանքին ամենամեծ քանցը իր թագավորությունը չէր։ Երբ որ Դավիթին Սամոսները գարտակ, գտեսնեք Հովիվը, թագավոր չեմ տեսներ ես։ Բստիկ Հովիվը գտեսնեմ, որ գարձիկ թե բամը չունի, ոչ մեկ զորություն չունի եւ ցերկեն բամը չի գար։ Անան կգենան Աստծո արչեւ։ Եվ գսեր որ քուսուր ամեն անգամ որ մեղքը կորզեր Դավիթ գսեր քուսուր փոքիդ ինձ մի առներ։ Այսինքն գիտեր որ ամենամեծ քանցը իր կյանքին Սուրբ Հոգին էր։ Ատկի ավելի մեծ քանց չուներ։ Վերջավորության բիդի փակեմ պատմությունը Մայքելանջելոյի մասին 1400 թվականին եկեղեցին, այսինքն կաթողիկ եկեղեցին Վատիկանի մեջ որոշեց, որ մեծ արձաններ պիտի շինեն մեծ մարմարներով եւ այդ արձանները պիտի տներ եկեղեցիի մեջ, դաճարներում մեջ եւ դուրսը պիտի տներ աստվածաշնչական հերոսներուն արձանները պիտի լայն եւ մեծ քարարա մարմարը բերին հսկայական մարմարը բերին եւ երկու բաներ եկան, քանթակորձներ եկան, մեկը Agostino di Duccioner, իսկ մյուսը Antonio Rossellinoն էր։ Այս երկուքն եկան, զածական շուշ եկան, առաջինը Agostino di Duccione որ եկավ, սա որ ասվարման շատ թերություններ ունի իսավ, ահագին առատներ ունի, ահագին ջեղքեր ունի իսավ, անգարելի է պամաշին վիասկե։ Իսկ դարիներ յետք ցկեցին հրաբարակի մեջ ցկեցին մարմարը, մինչև որ նորեն շատ լավ արտիստ մկդան, որ Անտոնիո Ռոսելինոն էր եւ սա նույն բանը սա որ այդքան առատներ թերություններ եւ ջեղքեր ունի որ անգարելի է պամանել աս բանով դասնյակ դարիներ յետքը երիտասարդ քանթակորձը եկավ որ 25 տարեկան էր Մայքելանջելո անունով եւ Մայքելանջելոն հանցարավ աշխատիլ ասով ասմարմարով Մայքելանջելոն այդ թերություններն անտին դեսավ, Մայքելանջելոն դեսավ այդ հավանականություն դեսավ այդ մարմարի մեջ։ Եվ Մայքելանջելոն աշխարհի ամենանշանավոր արձանները մեկը շինեց, որ 5 մետր 17 սանտիմետր է, որ Դավիթի արձաններ, որ շատ նշանավոր է։ Եվ գսե Երբ հարցի Մայքելանջելոյի, որ ինչպես ունգրցար այսպիսի առարտավոր եւ թերություններով լեցուն բանեմը մարմարեմը այսպիսի հիանալի գործ հանել ինքսավ ես տեսա ռեշտագը որ իր մեջն էր մարմարի մեջն էր գսե եւ քանտագեցի գսե մինչեւ որ at ռեշտագը արծագեմ Սուրբ Հոգին նույնը գնե մեր կյանքերում մեջ Սուրբ Հոգին գտեսնե մեր թերությունները Սուրբ Հոգին գտեսնե մեր դգարությունները Սուրբ Հոգին գտեսնե մեր գոդրվածությունը բայց կքանտագե մեզ լավ մը կքանտագե եւ ոչ միան ծածնելու ոչ թե մեզ ծածնելու համար այլ կքանտագե որբեսի մեր մեջ են արծագե այդ բատկերը որ Քրիստոսի բատկերն է որովհետեւ Աստված գահավադա որ այդ բատկերը գնա արծագեր մեր մեջ եթե մեր մեջ են եթե մենք արդոնենք իրեն Այսօր եթե դու կգարձես որ Աստծո արչե թունտերի ես, Աստծո համար թունտերի ես, դգար ես, մեղքերով լեցուն, չափազանց արադավոր, չափազանց թերի, ինչպես մարմարը, այսօր Աստծո արչև եկեք գնանք, որբեսի Սուրբ Հոգի մեր մեջ են արձակե այդ Քրիստոսի պատկերը, որ ինք մեր մեջ կտեսե եւ մենք մեր մեջ չենք տեսներ։ Աստծո խոստումը գսե որ Սուրբ Հոգին զորությամբ կու վրատ պիտի կա եւ թուն ուրիշ մարդ պիտի լաս